Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակը կնշանավորվի մեծ համերգով։ Հունվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահը կլցվի բաբաջանյանական շնչով։ Նախաձեռնությունը New Generation Project-ինն է, այս անգամ գործակցում են Armstrong Jazz նվագախմբի հետ։ Ջազային նվագախմբի մեկնաբանությամբ եւ մոտեցմամբ նորովի կհնչեն Առնո Բաբաջանյանի սիրված երգերը եւ գործիքային պիեսները։ Բայց արել եմ ամեն ինչ, որ պահպանեմ հենց բաբաջանյանական ոգին, որը հենց բոլորը սիրում են եւ բոլորին հոգեհարազատ է։ Համերգային ծրագրում ընդգրկված է 15 ստեղծագործություն, որոնք կներկայացնեն երիտասարդ արտիստները՝ Սրփուկը, Հայկ Պետրոսյանը, Տիգրան Քաղվեջյանը, Արամ Մելիքյանն ու Անուշ Բադալյանը։ Այս երգերը շատ սիրված են, շատ լսված են, նստած են մարդկանց մտքերում եւ առաքելությունը կայանում է նրանում, որ ոչ միայն տեխնիկապես կարողանաս սիրուն եւ ճիշտ մատուցել, այլ նաեւ փոխանցել, վերադարձնել մարդկանց իրենց հետ բերել ժամանակները գեղեցիկ, իրենց մանկությունը, իրենց երիտասարդությունը, մեր քաղաքը, այդ թվերի, մեր ֆիլմերը, իսկ ամեն ինչ փոխկապակցված է, մենք այդ աուրան ենք վերադարձնում մարդկանց համար եւ դա պարտավորեցնող է եւ միշտ հաճելի բնականաբար։ Սիրո տարի եւ քո հետքերը ստեղծագործությունները կհնչեն Սրփուկի կատարմամբ, երգչուհու խոսքով Բաբաջանյանի ստեղծագործությունները սիրված են, միաժամանակ շատ բարդ։ Նրան դուր են եկել Դավիթ Գյոդակյանի ջազային գործիքավորումները, որոնք նոր շունչ են տվել հայտնի երգերին։ Միշտ կողմ եմ, որ նոր շունչ են տալիս ստեղծագործություններին, որովհետև դա ապրեցնում է ու ժամանակի մեջ ավելի երկար են ստեղծագործությունները ապրում։ Դա իմ կարծիքն է եւ փոքրիկ փոփոխությունները առանջների տեսքով եւ կատարումների տեսքով։ Առնո Բաբաջանյան 105 խորագրով հոբելյանական համերգը խոստանում է վերածվել անմոռանալի երաժշտական տոնի, որտեղ անցյալը հանդիպելու է ներկային, իսկ Բաբաջանյանի հոգեպարար մեղեդիները կրկին ապրեցնելու են, հանդիսատեսին ստիպելով թափառել հիշողությունների ճամփեքով։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։